Այսօրվա բողոքի ակցիային մասնակցում են ինչպես հաշվապահները, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, ինչումն է կայանում բողոքը 2025 թվականի տարեսկզբին տեղի ունեցավ շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխություն, որը ավելացրեց փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում գործող տնտեսվարողների հարկային բեռը։ Եվ 25 թվականի հուլիսի 1-ից փոփոխություն է իրականացվում նաեւ հաշվապահական եւ իրավաբանական գործունեություն իրականացնողների համար, ովքեր հուլիսի 1-ից այսուհետ հարկվելու են ավելացված արժեքի հարկով։ Այս փոփոխությունը հավելյալ բեռ է առաջացնելու փոքր եւ միջին բիզնեսի համար, քանի որ բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ օգտվում էին ծառայություններից, բնականաբար ծառայությունները կթանկանան եւ շրջանառության հարկի հաշվարկների հետ կապված դժվարությունները կհանգեցնեն նաեւ նրան, որ փոքր եւ միջին բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր նախկինում չէին օգտվում մասնագիտական ծառայություններից, ստիպված են լինելու դիմել հաշվապահի օգնությանը, հաշվապահի ծառայություններին եւ բնականաբար ծառայությունը ավելի թանկ է լինելու կապված նրա հետ, որ ծառայությունները հարկվելու են ավելացված արժեքի հարկով։ Դերևս օրենսդրական նախաձեռնության նախագծի ժամանակ մեր կողմից տարբեր քննարկումների ժամանակ եղել է առաջարկ, որպեսզի փոփոխությունը ուժի մեջ մտնի գոնե 2026 թվականի հունվարի 1-ից, քանի որ տարվա կեսից վատթարացնող նորմի ուժի մեջ մտնել է հարկման ռեժիմի նման փոփոխության, ուղղակի աննախադեպ է եւ փոքր միջին բիզնեսի համար է խնդիր առաջանում եւ հաշվապահական կազմակերպությունների, քանի որ բյուջեները պլանավորված են տարվա համար, տարվա կեսից ուղղակի գին փոխել երբեմն անհնար է լինում, քանի որ ասոցիացիայի անդամ մի շարք գրասենյակներ դիմել են մեզ, իրենց պայմանագրերում ունեն դրույթ, որով չեն կարող գին վերանել մինչև 26 թվականի հունվարի 1, այսինքն որոշ դեպքերում բեռը մնալու է հաշվապահական ընկերությունների վրա, որոշ դեպքերում փոխանցվելու է հենց փոքր եւ միջին բիզնեսին։ Եվ լինելու են տարաձայնություններ ծախսերի բաշխման հետ կապված, քանի որ հաշվապահական ընկերությունները ստիպված են լինելու երկու տարբեր հարկման ռեժիմների միջև ծախսերի բաշխում իրականացնել, ինչը մի շարք տարաձայնությունների եւ անհամաձայնությունների տեղիք է տալու։ Հետևաբար մենք ուղղակի առաջարկում ենք, որպեսզի կոնկրետ հաշվապահական ծառայությունները հարկման ռեժիմի փոփոխությունը տեղի ունենա 26 թվականի հունվարի 1-ից, որպեսզի բոլորը կարողանան հարմարվել նոր տնտեսական իրողություններին եւ կարողանան տանել այդ ավելացած հարկային եւ ֆինանսական բեռը։ Հուսով ենք, որ կընթառաջեն, քանի որ այս օրենսդրական փոփոխության ազդեցությունը միայն հաշվապահների եւ իրավաբանների համար չէ, այն ուղղակիորեն ազդում է նաև փոքր եւ միջին բիզնեսի վրա, այսինքն ազդեցությունը բավականին մեծ է։ Հուսով ենք, որ դա հաշվի առնելով կընթառաջեն եւ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 26 թվականի հունվարից։